Երեք երևանցիների համար տոն էր Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը։ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը լեցուն էր նրա արվեստի սիրահարներով, մարդկանցով, ովքեր անկեղծ խոսքի ծարավ են, ովքեր չեն ընդունում այսօրվա հեռուստաէկրաններից քարոզվող եւ պետականորեն հովանավորվող ցածրաճաշակ երաժշտությունը։ Ռուբեն Հախվերդյանի համերգն ավելի շուտ մտերմիկ երեկո էր, որի ընթացքում նա կիսվում էր իր մտքերով եւ խոհերով հանդիսատեսի հետ, եւ այնքան հոգեհարազատ էին նրա գաղափարները երեկոյի մասնակիցներին, որ ոչ միայն երգերից հետո, այլև խոսքերից հետո էին հնչում բուռն ծափողջույններ։ Ես մտածեցի, որ երևի իմը երկրել թե չէ ես բավականին խորամանկ ու բավականին ճկուն մարդ եմ, որպեսզի չկարողանայի այդ ժամանակ մի քիչ օրգանիզմիստներ, բայց ես մի երեք գիշեր երկար մտածում էի ու ասեցի, որ էշի գլուխ ինքսին կոնը երկրել և դա ավելի հարուստ կգնից կանի եմ։ Հախվերդյանը մի քանի անգամ երեկոյի ընթացքում կրկնեց, որ շատ պարտավորեցնող է այսօրվա հանդիսատեսը, քանի որ հիմնականում միջին եւ բարձր տարիքի մարդիկ են եկել, ոչ թե երիտասարդներ, որոնց շատ հեշտ է այսպես ասած խաբելը։ Ռուբեն Հախվերդյանը ներկայացրեց իր հին ու նոր երգերը, ամեն երգի հետ պատմելով դրա ստեղծման նախապատմությունը։ Նրա ամենահին երգերն անգամ այսօր շատ արդիական էին հնչում։ Արդեն այնքան եմ ասել, ես բանը զզվել եմ 20 տարի նույն բանն եմ ասում, լոջիկ չի փոխվել։ Դիանա Մարկոսյան, IPV